Ուրեմն մենք շատերս ենք մտածում, թե մենք ամեն ինչ գիտենք, ամեն ինչ հասկանում ենք, ամեն ինչ կարող ենք անել, հենց Աստծուց է։ Ուրեմն դեռ կարելի ասել 2005 թվականներին ես հասկացա, իմ համար արդեն հասկանալի էր մի ճշմարտություն, որը հասանելի չէր շատ-շատերի։ Կարելի ասել այդ ճշմարտության մասին գիտեին մի քանի տասնյակ անհատներ, գուցե և ամբողջ մարդկության մեջ որ վերցնես մի 5000 հազիվ լինեին, որ կարողանային հասկանալ այդ ճշմարտության գաղտնիքները։ Ուրեմն ինչ վերաբերում է լույսի թեմային, ես ոնց որ ասել եմ, գիտնական չեմ եղել, գիտությունից հեռու եմ, համեմատաբար գիտնականներին ես նկատի ունեմ, ոչ թե ընդհանրապես, համեմատաբար, բայց վերջո ես կարողացել եմ հասկանալ միայնակ շատ բան։ Իհարկե ես հետևացել եմ, լսել եմ շատ, կարելի ասել, ճանաչված համաշխարհային մասշտաբով գիտության նվիրալների, ասենց ասած, ռուսերենով և տարբեր լեզուներով թարգմանած իհարկե, լսել եմ շատերին, չեմ ուզում թվարկել ում, բայց շատ-շատերին եմ լսել և կարողացել եմ համեմատության դնել այն ամենքը, ինչ որ ես տիրապետել եմ առանց իրանց իմացության։ Դեռ այն ժամանակ, ես կասեի 2005 թվականներին 6 ուրեմն լինելով կինոմեխանիկ, ես աշխատել եմ կինոմեխանիկ, տարբեր ասպարեզներում աշխատել եմ, ունենալով վիդեո, կաբելային, ժամանակին իհարկե, ինչ որ հասկացել եմ, իհարկե գիտության լեզվով ես չեմ կարողացել բացատրել այդ ամենքը առարկաները իրանց անվանումներով տալ, ասենք մասնիկները, որտեղ էլեկտրոդներ են, որտեղ մոլեկուլներ, բայց ես հասկացել եմ մի բան, որ ձայնը, ես даже ասում էի звуковая дорожка, небесная, երկնային, ձայնային բան, ճանապարհը, էձև էի ասում, իմ արտադրության մեջ կար այդ բաները, քանի որ կինոմեխանիկ եմ եղել և գոյություն ուներ կինոլենտայի կողքին ձայնային այդ ճանապարհը, էլի звуковая дорожка, էձև եմ համարել, բայց ես չեմ ունեցել ոչ մի դասատու, ոչ մի, ասենք, գիտության մեջ բացարձակ մարդկանց հետ չեմ շփվել, բայց ես կարողացել եմ այդ ինֆորմացիան ստանալ, քաղել։ Այդ ինֆորմացիան ընդհանրապես ստանում են, ոչ բոլորը կարող են տիրապետել, դա պետք է ներքուս լինել և վարժված լինել ձեր ուղեղը, վերջո 20 տարի է այդ թեմայի մեջ եմ, ձեր ուղեղը պիտի վարժված լիներ հասկանալ, բայց այն մարդիկ անհասկացողները, որ խանգարում են,
իմանալով թե իրանք հասկանում են ավելին, քանի ես այդ թեմայի մեջ, ես նկատի չունեմ իմացյալներին, որ գիտության մեջ են, էլի, այլ այն անասկսող ավանակներին, ովքեր մտածում են, թե ինպես շարքային քաղաքացի լինելով, արհեստավոր լինելով, կարող են հասկանալ այն ամենքը, ինչ որ ես հասկացել եմ 20 տարվա մեջ, կամ չէ հեշտ, դե միջոցներ կան, չէ, ականջ դնելու, լսելու։ Դրա համար ես որոշեցի ավելի շատ բարձրաձայն խոսամ, որոշեցի մեկնաբանեմ հեռախոսով ամեն ինչը։ Եվ ընդհանրապես ավելի հասանելի լինելու համար հանրությանը կարելի է ուղղակի երկու խոսք ասել, ձեր էներգետիկ համակարգը, օրինակ շատ անգամ տեսեք կառավարությունում արտահայտություններ կան, որ դուք զարմանում եք ոնց բան, դա արվում է մտածված, որ ձեր կենսաբանական էներգիան կոտրվի։ Վայ Նիկոլը սենց ասեց, Փաշինյանը, էտովա դավաճան։ Ես հիշում եմ մի հատ կին այդ հայացի բիսեդկայից Փաշինյանին քշում էր, շատ ծնեց ներվային համակարգը խանգարված։ Լսեք հարգելիներս, դուք աշխատեք, եթե իհարկե ձեր վրա չի աշխատում փսիխատրոպնի զենքը, էդի կարելի է փոխանցել ալիքներով, հեռավորությունը չեմ կարող կոնկրետ ասել, բայց շատ հեռու չի կարող աշխատի դա, էլի։ Դա հանումա մոտիկից կարող միայն անեն, որտեղ այդ ապարատուրան դեռ այդ կարգի կատարագործված չի, բայց ընդհանուր առմամբ իրանք ասում են, թե հեռուստացույցի միջոցով, նորություններով ձեր վրա կասեն մի բան, որ դրա մեջ թաքնված է մի ուրիշ բան, հենց իմենը կառավարության մեջ, իհարկե խլելով ձեր կենսաբանական էներգիան։ Ուրեմն դրանից հեռու մնալու համար շատ-շատերը ընդունում են դեղեր, հաբեր, ասած, հայրենով աշխատեմ ավելի կուլտուրական, չնայած կարող եմ դա իմանալ, այդքան բարդ չէ, էլի այո եւ ոչ ասել, չէ հայ տեղը, դա էլ կարող ենք։ Ուրեմն այս թեման ես որ վերցրեցի, ես ոչ մի մտածություն չկար, ասենք, սարքել բիզնես կամ փողի տեսանկյունից եթե նայենք, ես այդ մտածություն չեմ ունեցել, բայց հասնելով այն բարձունքներին, որ ես իրականում մենակ եմ հասել առանց որ ես եմ մեկի օգնության, դա իհարկե գնահատող մարդիկ կարան գնահատեն, գնահատականը տան, իհարկե պատասխանը, այն ամենքի պատասխանը, որ ես ունեցել եմ։ Տեսեք, ես այս վերջերս եմ լսում այս կարգի հաղորդումներ, որ իհարկե տիեզերքում ես միշտ մտածել եմ առանց իրանց գիտությանը, որ հնարավոր չէ անուտ տարածության մեջ ձայնը ինչ-որ արձագանքի։ Անուտ տարածության մեջ ոնց կարող է ձայն լսել, չէ՞։ Այ նոր մի քիչ առաջ հետաքրքիր էր, ես իմոց ֆիքսում եմ էլի այն ամենքը, ինչ որ ես անցյալում առանց լսելու իմացել եմ, որ դա է ձևը, որ տիեզերքում հնարավոր չի ձայնը լսել, որտեղ չկան այդ մոլեկուլները, չկան այդ մասնիկները, չկա այդ օդը, ջուրը, կիսլարոդը չկա, էլի, որ մասնիկները շարժելով ձայնը հաղորդվի։ Իհարկե այդ ամենքը ես իմացել եմ, քաջ գիտակցել եմ դեռ վաղ
կարելի ասել պատանեկան պատանի լինելով աշխատանքով դրանք բոլորը անցել ենք մենք դեռ այն ժամանակներում։ Ինչ վերաբերվում է եղանակին, եղանակի ստրուկտուրաները շատ իմ համար գրավիչ եղել, հետաքրքիր։ Ես վերջեվերջո կարողացել եմ հասկանալ, գտնել մտովի, ասենք, մտնել այդ եղանակային, երկնային, սենց ասեմ էլի, կառուցվածքի մեջ ստրուկտուրա, նիբեսնա ստրուկտուրա, էլի, ռուսերենով ասեմ, կարողացել եմ մտնել մտովի, միտքս ընդեղ արտահայտել, ուղարկել և նմանապես դուրս գալ։ Այդ ամենքը ես կարողացել եմ անել։ Շատ հարցեր կան, որ ես դեռ խոսամ, կասեմ, ես դեռ այսպես ասած ինտերվյու կտամ և կբացատրեմ այն ամենքը, ինչ որ ես հասկացել եմ, իհարկե ոչ այն գաղտնիքները, որ տիրապետում եմ, պատասխանները որոշ հարցերի, որ ես տիրապետել եմ միայնակ և չեմ ունեցել օգնական, այսքանն է։